կարծում եմ նրանց սադրանքը չի։ Հայտարարեց, որ հաջորդ անգամ իրենք են գալու եւ այստեղ համերգության իրենց գլխավորությամբ։ Տեսեք, ես չգիտեմ ինչ ասել, չեմ ուզում իր խոսքերը մատնաբանեմ, բայց մեկ խոսքով այդ մարդիկ, ովքեր այս դավադրության մաս են դարձել, փորձելու են շարունակել, քանի որ ունեն իշխանական այս լծակները կարտ բլանշ ունեն իշխանությունների կողմից, փորձելու են անեն։ Ես չգիտեմ այդ հայտարարությունը երևի Մայրաթորի իր հերթին հայտարարություն կանի այդ ամեն ինչի հետ կապված, մենք էլ ուշադրություն կունենանք։ Տեղեկություն կա, որ քահանաների վրա ներսում հարձակվել են, ինչ-որ դեպքում իհարկե քահանաների են հանել այս մասը որևէ տեղեկություն։ Ես նման բան չեմ տեսել։ Ես ինքս նման բան չեմ տեսել, բայց շատ մարդ կա, շատ խառը վիճակ ա եղել ինքս։ Ստացվում է մենք այսօր եկանք մասնակցեցինք եւ ժամերգությանը եւ մեր աջակցությամբ, մեր ներկայությամբ, մեր աջակցությունը ցույց տվեցինք հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Եթե իշխանության համակիրներն են գալիս, ապա գրոհում են դարանը։ Հիմա եթե դուք եք գալիս, դա գրոհ չի։ Դուք գրոհ եք տեսել մասնակցությունը, գրոհ այդտեղ տեսել եք։ Ինչը։ Չէ, երբ որ դա կանոնական կարգերը խախտերով այլնում, երբ որ քահանան հռչակվում է կարգալույց, բայց ոստիկանական ուժերով շարունակում են դա պահել, իսկ ուրիշ ձև դուք ոնց եք դա անվանում։ Ոստիկանական ուժերով այսպես փորձես, ուզում են թող գնան իրանց համար աղանդ ստեղծեն, չգիտեմ, կաթողիկոս իրանց համար ընտրեն, այդ աղանդի մեջ լինեն։ Ինչի են ուզում ես 1700 տարվա մեր եկեղեցին քանդել։ Խոսքը սրա մասին է։ Հավատում եք Հուսոն Փաշինյանի, որ ինքը չի կազմակերպել, այլ միայն աջակցել։ Իհարկե չեմ հավատում։ Լավ, դուք չեք տեսել մայիսի 20-ից 28-ից ոնց որ սկսել է այս գրոհը տարվում, այս արշավի մասը, տարբեր մասեր են, այսպես տարբեր սերաններ են։ Ինչի մասն է խոսքը իրանք չեն կազմակերպել։ Բացառված է։ Ես կաթողիկոսի հետ չեմ շփվել։